Գրեթե 3 ամիս տևած բյուրոկրատական քաշքշուկից հետո փաստաբաններին հաջողվել է վերցնել ադրբեջանական բանտում պահվող արցախցի տղամարդու հոգեկան առողջության մասին փաստաթղթերը։ 58-ամյա Կարեն Ավանեսյանի բժշկական տվյալների մի մասը պատճենների տեսքով Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո տեղափոխել են Հայաստան, բայց առողջապահության նախարարությունը մերժում էր տրամադրել դրանք բժշկական գաղտնիքի պատճառաբանությամբ։ Փաստաբան Արա Ղազարյանն ասում է, իրենք միջազգային դատարանին հայտնել էին առողջական խնդրի մասին, բայց չէին կարողանում ուղարկել բժշկական տեղեկանքը։ Դա ապացույց է, որ մենք պարտավոր ենք ներկայացնել եվրոպական դատարան, որտեղ եթե ինչ-որ մի պնդում ենք ներկայացնում, պետք է դրա վերաբերյալ ապացույց ներկայացնել։ Հիմա մենք ունենք անուղղակի ապացույց։ Ուղղակի ապացույցները Ստեփանակերտում են, Ադրբեջանի վերահսկողության ներքո, ի վերջո Ադրբեջանը օկուպացրել է այդ տարածքը, գտնվում է նրա արժանավետ հսկողության ներքո, այսինքն իրենց համար հասանելի է։ Մենք միջնորդել ենք եվրոպական դատարան, ոսի Ադրբեջանից ուզի ուղղակի ապացույցները առողջական վիճակի մասին։ Փաստաբանը հույս ունի, որ այս փաստաթղթերը կարող են հետագայում ազդել Ադրբեջանի դեմ եվրոպական դատարանի կայացրած որոշման վրա, որ հոգեկան խնդիր ունեցող մարդուն մեղադրել է ծանր հանցագործության մեջ ու դատապարտել է 16 տարվա ազատազրկման։ Ավանեսյանը մեղավոր է ճանաչվել միանգամից 8 հոդվածներով, ըստ Բաքվի նա ահաբեկչություն էր նախապատրաստել անցած տարի Ստեփանակերտ նախագահ Ալիևի այցի օրը։ Փաստաբան Ղազարյանն այժմ զբաղված է Ստրասբուրգի դատարան ուղարկվելիք փաստաթղթերի փաթեթը կազմելով, այս ամիս դրանք կներկայացնի Միեդին։ Ես կարծեմ դա կօգնի մեզ, որպեսզի մենք ապացի բեռը տեղափոխենք Ադրբեջանի վրա, ստեղծելով վիճելի հարց, իսկ մինչև մենք ներկայացնում ենք, որ այսի հարց կա վիճելի, բայց ապացույց չենք ներկայացնում։ Մենք արդեն ունենք ապացույց եւ կարծեմ արդեն եվրոպական դատարան արդեն Ադրբեջանից կպահանջի հերքել մեր ներկայացրածը։ Փաստաբանի խոսքով Բաքուն Եվրադատարան է ուղարկել տվյալներ, թե արցախցի տղամարդը առողջական որևէ խնդիր, այդ թվում հոգեկան չունի։ Հայկական կողմի փաստաթուղթը սակայն Միեդին հնարավորություն կտա իրական պատկերացում ստանալ։ Դա մնացածը արդեն փաստերի արժանավատությունից է կախված, այո։ Երբեմն դատավարությունը բանը ասում է նրան, որ ստիպված պետք է դատարանը ինքնուրույն ուսումնասիրի, թե կողմերից որ մեկի ներկայացած ապացույցներն ավելի արժանավատ, ավելի վստահելի, ապացույցներ ավելի ամբողջական եւ այլ եւ այլ։ Դատավարությունը ինձ թվում է այդ ուղղությամբ է առաջնորդվելու։ Եվրոպական դատարանում հայաստանցիների շահերը ներկայացնող փաստաբանի կարծիքով Կարեն Ավանեսյանի գործում դատարանի համար կարևոր փաստարկ է նաև Բաքվի պահվածքը։ Դեռ հոկտեմբերին դատարանը հրատապ որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է Ավանեսյանին հնարավորություն տալ կապ հաստատել փաստաբանի հարազատների հետ։ Բաքուն մինչև հիմա չի կատարել այս որոշումը։ Այն հանգամանքը, որ այդպես էլ չկատարվեց դատարանի որոշումը Կարեն Ավանեսյանին հնարավորություն տալու զանգելու իր փաստաբաններին կամ հարազատներին, այդ բաց թողումը Ադրբեջանի կողմից կարող է հետագայում դեր ունենալ վճռի կայացման առնչությամբ։ Որ բժշկական այս տեղեկանքը կարևոր հիմք է Միեդի հետագա որոշումների կայացման համար, կարծում է նաև Արցախ միության ղեկավար Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Այս տեսանկյունից կարևոր կլինի, որ բացվի Կարեն Ավանեսյանի հետ հաղորդակցության մեխանիզմը եւ երկարաժամկետ կտրվածքով քննարկել ու գտնել լուծումներ նրան հայրենիք վերադարձնելու համար։ Բայց սա բավականին երկար ճանապարհ է եւ ես վստահ եմ, որ այդ ճանապարհը հիմնականում Միեդի միջոցով պետք է անցնի։ Բեգլարյանը լիազորված է ադրբեջանական բանտարկության մեջ գտնվող տղամարդու անունից հանդես գալ Եվրադատարանում։ Հույս ունի, որ արցախցի տղամարդու ազատության համար եվրոպական դատարանը մի դուռ կբացի։ Հա, միանշանակ, որովհետեւ մի բան է սովորական անձ, մեկ այլ բան է հոգեկան խնդիրներ ունեցող անձ։ Ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հոգեկան խնդիրներ ունեցող անձինք համարվում են ամենախոցելի խմբերին պատկանող անձինք։ Կարեն Ավանեսյանն այն մի խումբ հայերից է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո մնացել էին Ստեփանակերտում։ Անցած սեպտեմբերին նրան ձերբակալեցին ու պնդեցին, թե Ավանեսյանը Կալաշնիկով ինքնաձիգով լիցքավորված պայստատուփերով ու 5 նռնակներով փորձել էր մոտենալ այն վայրին, որտեղ Ալիևի այցի կապակցությամբ միջոցառում էր։ Ադրբեջանական իրավապահները նաև պնդում են, Կարենը դիմադրել էր կրակ բացել, նռնակներ նետել։ Բաքուն Ավանեսյանի վերաբերյալ տեսանյութ էր տարածել ու դա որակել ահաբեկչության նախապատրաստություն, բայց այդտեղ Կարենը ոչ թե քայլում է դեպի այնտեղ, որտեղ Ալիևն է, այլ հակառակ ուղղությամբ։ Ավանեսյանից բացի Բաքվի բանտերում են եւս 19 հայ, այդ թվում Ղարաբաղի նախկին ղեկավարները։